հիմա տեսեք, ես լսում եի ուշադիր, թե ինչ էին խոսում եւ հանրային մեղադրողները ես այդ առումով փորձեմ շատ հակիրճ։ Մեկ վարքյան էլի, որը մինչև ապոստոլի ծավալի հարցը չքննարկվի, այլ հարցեր չեն քննարկվելու։ Սա գիտություն վարորդի մասնակիցների։ Ինչ հարցեր ի սկզբանե ի հայտ եկել էլի այս հարցի քննարկման ժամանակ։ Հարցեր եկել, որ ներկայացված է մեղադրանքներ, յուրաքանչյուր մեղադրյալի ներկայացված է հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում, եթե գործը հասել է մեղադրական եզրակացությամբ դատարան, ապա այդ պարագայում պետք է կոնկրետ ներկայացվեն, թե որ ապացույցներն են ընկած այդ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմքում, որպեսզի դրան հետքող կամ չգիտեմ այդ որևէ հանգամանք արկել մեկնաբանող ապացույցներն պաշտպանության կողմը կարողանա հիմնական դատալսումներում հնարավորություն ունենալ։ Ինչ տեղի ունեցավ առաջին դատական նիստում, դատարանի պահանջով հանրային մեղադրողները նշեցին, որ մենք կնշենք այդ բոլոր ապացույցների վարույթային թերթը, հատորը, վարույթային թերթը, թե որտեղ են գտնվում, սակայն օրենսդրի պահանջը այդպիսին չէր, բայց ամեն դեպքում մենք դատական նիստը հետաձգեցինք, հաջորդ դատական նիստին հանրային մեղադրողները հենց կարճ զեկույցով հանդես եկան, այս ապացույցը գտնվում է այսինչ թերթում, այս ապացույցը գտնվում է այսինչ հատորի, այսինչ թերթում։ Այսօր երբ որ քննարկում էր տեղի ունենում, պարոն Մնացականյանը խորհուրդ տվեց, որին ես կհետևեմ, ասեց մի հատ հասկանանք օրենսդիրը ինչա ուզեցել ասի, ու օրենսդիրի թե ինչ ա ուզեցել ասին, հենց գրված է բառացիորեն տեքստում 319 հոդվածում, ստեղ նոր հեծանիվ հայտնագործելու անհրաժեշտություն չկա։ Ասում է կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է հիմնավորել, թե իր առաջարկած հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Նախադասությունը մի քիչ երկար է, բայց այդ ուղերձը օրենսդրի պարոն Մնացականյան ակնհայտ է։ Ասում է բոլոր ապացույցները, որոնք որ վերդիկտ կայացնելու համար էական հանգամանք են, ինչ փաստական հանգամանք են հերքում կամ հաստատում, պետք է ներկայացվեն ու մատնանշվի այդ հանգամանքը որն է։ Մենք նախորդի դատական նիստերին, դուք այդ դատական նիստին ներկա չեք, քննարկել ենք նաև թե ինչ ասել է վերդիկտը։ Վերդիկտը դա մեղադրյալի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ դատարանի գրավոր դիրքորոշումն է դատաքննության ավարտին։ Հիմա իմ պաշտպանյալ Տիգրան Գալստյանին ես ոչ մեկին չեմ ճանաչում, ոչ մեկի հետ ոչ մի շփում, հարաբերություն եւ այլն չունեմ։ Իմ պաշտպանյալ Տիգրան Գալստյանին մեղադրանք է առաջադրված ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության յուրացման հետ կապված։ Նախորդ դատական նիստին պարոն Հարությունյանն էր, եթե չեմ սխալվում, այդ ցուցակով կարդում էր զննություն, այսինչ օրվա զննություն կատարելու մասին արձանագրությունը, որը որ գտնվում է գործերտ հատոր այսինչում, գործերտ այսինչում, խոսում է Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, ինչ-որ մի բանի վերաբերյալ, ու տենց բազմաթիվ ապացույցներ են նկարագրել։ Հիմա ես այդ ամեն ինչից ոնց հասկանամ Տիգրան Գալստյանի մեղավորության կամ դատարանը ամենակարևորը ոնց հասկանամ Տիգրան Գալստյանի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ գերավոր դիրքորոշում հայտնելուց Պողոսի, Պետրոսի խոսացածը ինչ կապ ունի Տիգրան Գալստյանի ներկայացված մեղադրանքի էական հանգամանքների հետ։ Որովհետև Տիգրան Գալստյանի մեղադրանքի հետ կապված, տեսեք, օրինակներ կարող բերեմ, պարոն Հարությունյանը ասում էր, խոսում են ցուցակներ կազմելու մասին, ու այդ խոսակցությունները միջև հուլիսի 25-ն էր, ցուցակները տենց էլ չկազմվեցին, ոնց հասկացան պարոն Հարությունյանի ներկայացրածից, բայց այդ ցուցակներ կազմելը վերդիկտ կայացնելու համար ինչ էական հանգամանք է, իշխանություն յուրացնելու մեղադրանքը հերքելու կամ հաստատելու համար դատարանը ինչով է օգնելու այդ ցուցակ կազմելը։ Ցուցակ կազմելը արդյոք քրեորեն հետապնդելի արարք է կամ որևէ հանցակազմի որևէ տար է պարունակում, օբյեկտիվ կողմի տար է պարունակում։ Գոնե այդ նշեք։ Չկա բացարձակապես որևէ հանգամանք մատնանշված չի այդ ապացույցը օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին այդ արդյունքների զննության արձանագրությունը Տիգրան Գալստյանի կողմից ահաբեկչություն նախապատրաստելու կամ իշխանության յուրացման հանցակազմի ինչ էական հանգամանք է հերքում կամ հաստատում։ Դեռ ավելին, այդ որ քննարկվեց խմբային մեղադրանք եւ այլն, ոչ մի ապացույցի մասին չներկայացվեց, որ այս
ապացույցը հիմնավորում է խմբի արկայությունը, դերաբաշխումը եւ այլն, ոչ մի ապացույց։ Գիտեք ինչի չներկայացրեց, որտեղ այդ խոսակցությունների ընթացքում անձանց անուններ էին տրվում, ովքեր որ մասնակցել են, ովքեր այս գործի շրջանակներում չկան։ Ինչից էլ մենք սկսում ենք ենթադրություն կատարել, որ ոչ այդ խոսակցությունն է էական։ Հանցակազմի ինչ որ տար հիմնավորելու եւ այլնի համար։ Ոչ այդ հանդիպումն է էական։ Բացարձակապես ոչ մի բան էական չի։ Այստեղ ընտրովի մարդկանց մեղադրյալ նշանակելու process-ն է իրականանում։ Եթե մի խոսակցություն նշում եք, այս սա, որը որ օրինակ Տիգրան Գալստյանի հետ բացարձակապես որևէ էական առնչություն չունի։ Այդ խոսակցությանը մասնակից է, օրինակ, չգիտեմ, Պողոսը, Պետրոսը եւ Մարտիրոսը։ Այդ ապացույցը ասում եք Տիգրան Գալստյանի վերաբերյալ վերդիկտ կայացնելու համար էական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Բայց այդ խոսակցության մասնակից անձանցից որևէ մեկը ստեղ չկա կամ ինչ որ մեկը չկա։ Այդ նշանակում է Տիգրան Գալստյանը որպես թիրախ է ընտրվել։ Ոչ թե ապացույցների համակցությամբ, որոնք որ հիմա դուք պարտավոր եք ներկայացնել, ինչ փաստական հանգամանք է այդ ապացույցի մեջ պարունակում Տիգրան Գալստյանի համար վերաբերյալ վերդիկտ կայացնելու համար։ Այլ ընդհանրապես վերացականորեն ասել եք ուրեմն Տիգրան Գալստյանն էլ է։ Խնդիրը դրանումն է։ Ու էլի ես գամ իմ նախորդի դատական նիստերում արտահայտած մտքին։ Ձեր համար ընդհանրապես ընդունելի չի լինելու այն հանգամանքը, որ գամ ես հաջորդ դատական նիստին միջնորդեմ ապացույցների ծավալում ընդգրկել եւս մեկ 100 հոգի վկաներ, որոնք որ Տիգրան Գալստյանի նկատմամբ վերդիկտ կայացնելու վերաբերյալ էական հանգամանք են մատնանշելու, որ որևէ առնչություն չունի Տիգրան Գալստյանը այս ներկայացված մեղադրանքի հետ։ Այդ ժամանակ արդեն բայց ընդունելի չի լինելու ձեր համար։ Բայց դուք հիմա հակառակ process-ն եք իրականացնում։ Վերացականորեն ասում եք, այս բոլոր ապացույցները մենք հետազոտենք հիմնական դատալսումների ընթացքում, վերջում ինչ կստացվի։ Եկեք տարանջատեք, մատնանշեք կոնկրետ Տիգրան Գալստյանի նկատմամբ վերդիկտ կայացնելու համար ինչ նշանակություն ունեցող, ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում ձեր կողմից ընթերցված ապացույցները։ Որ ապացույցն է, որ հիմնավորում է, որ Տիգրան Գալստյանը գործել է խմբի կազմում։ Որ ապացույցն է, որ Տիգրան Գալստյանը տեղյակ է եղել, օրինակ, այդ հանցավոր դեպքի մասին, եթե հանցավոր դեպք կա, ահաբեկչության մասին եւ դրա նախապատրաստման ուղղված գործողություններ է կատարել։ Որ ապացույցն է, որ հաստատում է իշխանության յուրացման հետ կապված նույն հանգամանքները։ Չկան բացարձակապես այդպիսի ապացույցներ։ Հանդիպման փաստ չեք ներկայացրել այդ ապացույցների շրջանակում Տիգրան Գալստյանը ստեղ գտնվող անձանցից։ Ուղղակի վերացականորեն օպերատիվ տվյալներ ստացվել, որ Տիգրան Գալստյանը այդ գործում կա։ Մտերիմ ընկերական հարաբերություններ ունի Արտուր Սարգսյանի հետ, նաև հարգանքով է վերաբերվում Բագրատ Սրբազանին, այդ առումով նշանակել եք որպես մեղավոր ուսումնառանում կապ կունենա, բայց այդպես չի։ Կան ապացույցներ, որոնք որ վերդիկտ կայացնելու համար, ահաբեկչության նախապատրաստության համար, իշխանության յուրացման համար էական փաստական հանգամանք են հաստատում Տիգրան Գալստյանի մասով։ Ես այդ զեկույցում այդպեսին չեմ տեսել։ Ես չեմ տեսել խմբի արկայությունը, չի ներկայացվել ձեր կողմից, ոչ թե ուշադիր չեմ եղել, այլ չի ներկայացվել ձեր կողմից խմբի արկայությունը, թե ինչ ապացույցով է հաստատվում։ Ես չեմ տեսել օբյեկտիվ կողմի գործողությանն ուղղված, չգիտեմ, որևէ հանգամանք հաստատող որևէ ապացույց։ Ու այս ամեն ինչի հետո խնդրումը պատվարժան դատարան դուք եք ունենալու։ Սա վերածվելու է, միգուցե պլանը դա է, ես չեմ բացառում, որ անվերջ դատավարություն լինի այդ առումով։ Ինչ որ իրադարձություններ են սպասում որոշակի ժամանակահատված հետո, միգուցե պլանը դա է, որպեսզի անվերջ դատավարություն լինի, ինչ որ իրավական, կիսաիրավական հարցեր քննարկվեն, բայց արկա լինի այս process-ը, երբևիցե չկանգնի, որ օրինակ Եվրոպայի խորհրդում ուրիշ պաշտոնատար անձին կարողանան ներկայացնեն, որ գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչություն է կանխվել։
ու դրա հետ կապ ունեն հոգևորականները։ Միգուցե պլանը դրանում է, բայց մենք եկել ենք ստեղ իրավաբանությամբ զբաղվելու։ Եթե այդպեսին կա, եթե մենք այսօր այդ սահմանները ջնջում ենք կամ այդպիսի սահմաններ չենք դնում, այս process-ը մղձավանջ է դառնալու բոլորի համար։ Վատ առումով մղձավանջ այն առումով, որ ինչ-որ մեկը տուժելու է կամ չի տուժելու եւ այլն, չէ, այս process-ը անվերջ process է լինելու։ Մենք չենք ուզում անվերջ լինենք այս ամեն ինչի մեջ։ Մենք ուզում ենք հստակություն։ Եթե հստակություն չկա, այստեղ արդեն երկրորդն եմ պարոն Հակոբյանի ասացին։ Դատարանը լիազորություն ունի չընդգրկելու ծավալում այդ ապացույցները, որովհետև դուք չեք տեսել, թե վերդիկտ կայացնելու համար ինչ էական հանգամանք է դա երկում կամ հաստատում։ Ու ես ձեզ վստահեցնում եմ, պատվարժան դատարան, եթե դուք մի անգամ տենց որոշում կայացնեք, այս գործը նենց չի, որ հենց այդ պահին ավարտվելու է։ Հանրային մեղադրողները օրենքին համապատասխան հաջորդ դատական նիստին գալու են ու տարանջատված ներկայացնում են այդ ապացույցները։ Քանի իրենք ունեն ձեր թույլտվությունն այդ պատասխանատվության բեռը թողնում են ձեր դաշտում, քանի այդ որոշում կայացնելու այդ անհասկանալի process իրականացնելու որոշումը մնում է ձեր դաշտում, իրենք ապահովագրված են։ Մենք սխալ ենք, թող դատարանը չընդուներ այդ ապացույցները ծավալում։ Այս process-ը տենց էլ շարունակվելու է։ Առաջի ձեր կողմից մերժման դեպքում այս իրավիճակը շտկվելու է, ու մենք ունենալու ենք ամեն մեղադրյալի հետ կապված, եթե կան այդպիսիք ապացույցներ, որոնք հաստատելու են տվյալ մեղադրյալի վերաբերյալ վերդիկտ կայացնելու համար ինչ էական հանգամանք է երկում կամ հաստատում տվյալ ապացույցը։ Ու մենք արդեն քննարկելու ենք ծավալում ընդգրկենք, թե չընդգրկենք։ Մենք էլ ստիպված չենք լինելու գնանք 100 հոգի մարդ բերենք, ասենք Տիգրան Գալստյանը այս մարդկանց ցուցմունքներով հաստատվում է, որ ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության յուրացման հետ որևէ առնչություն չունի։ Ոչ մեկ չի կարող մեզ ստիպել, որպեսզի մենք հրաժարվենք այդ միջնորդությունից։ Ու ամենավերջում պատվարժան դատարան, քանի գնում է այս process-ը, էլի պարոն Նացականյանի մտքից մեկը, որ ասում էր հետևենք, թե օրենսգիրը ինչ է ասում։ Մենք ունեինք մի իրավիճակ, երբ որ 98 թվականին ընդունված քրեական օրենսգիրքներ գործում, այսպիսի դիսկուրս չէր լինում դատարանը, մեղադրական եզրակացությունը կար, ըստ մեղադրական դատարանը վարույթ ընդունելու դատակոչի ցուցակներ հաստատում, ըստ մեղադրական եզրակացության ապացույցները հետազոտում էր պաշտպանության կողմը, հետագայում նաև միջնորդություն է ներկայացնում լրացուցիչ ապացույցների հետ կապված եւ այլն եւ այլն։ Օրենսգիրը տեսավ, որ խնդրեմ կա։ Փոխեց այդ հոդվածը, սահմանեց նախնական դատալսումների փուլ, գրեց, թե ով ինչ պետք է անի այդ նախնական դատալսումների փուլում, բայց մենք եկել ենք 2026 թվականի հունվարի 29-ին, փորձում ենք այն նախկին օրենսգրքի կարգավորումներով ասել, դա մեղադրական եզրակացությունում ինչ ապացույց գրված է, այդ էլ պետք է հետազոտենք էլի հիմնական դատալսումներով։ Այս նորմն էլ տենց մեր համար չի, մենք բացահայտել ենք արդեն պաշտպանության կողմի համար մեր ապացույցները, այս նորմը ավելի շատ պաշտպանության կողմի համար։ Այսինքն ոչ մի բան այս երկրում չփոխվեց, քրեական դատավարության օրենսգիրքը չփոխվեց կամ փոխվեց, ուղղակի թղթաբանության ու խոսալու վրա շատ անդրադարձավ, էլի։ Էությունը պետք է մնա, հա, ասում է, բան չի փոխվել, թղթաբանությունն է շատացել։ Էությունը մնում է հինը։ Մեղադրական եզրակացության ապացույցները դե հերթով կհետազոտենք, վերջում մի բան կպարզվի։ Ես այդ առումով կարծում եմ դուք որոշում կայացնելու այդ ձեր իրավունքը գալիս է բոլոր ապացույցների առաջարկությունները լսելուց հետո, մենք կլսենք նաև այդ առաջարկությունները ու վերջում պատվարժան դատարան, եթե իրավիճակը այսպիսին է մնալու, ես երկրորդում եմ պարոն Հակոբյանի միջնորդությանը, ես խնդրում եմ այդ տվյալ առաջարկը չընդգրկել, տվյալ առաջարկը մերժել եւ հասկանանք, թե ինչ օրինական առաջարկներ կան, այդ առաջարկների շրջանակներում մեր դատավարությունը իրականացնենք։